Բարև ձեզ, բոլորին շատ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար եւ ես հույս ունեմ, որ ելույթներից հետո կլինեն կարեւոր քննարկումներ, որտեղ մեր գլխավոր նպատակը ոչ միայն ելույթներն են, այլ նաեւ այն քննարկումը եւ հասկանալ ընդհանրապես մենք ինչ կարող ենք անել, որտեղ առաջերտին լինելու են հարցադրումներ, որից հետո արդեն կարծիքներ, թե ինչ իրավիճակ է աշխարհում, ինչ իրավիճակ է մեր տարածաշրջանում եւ Հայաստանը ինչ քայլեր կարող է անել, հա, որտեղ ես կարծում եմ, որ 20 թվականի պարտությունը դա առաջերտին Հայաստանի մտքի պարտություններ, որտեղ չկան ուղեղային կենտրոններ, չկան հետազոտական կենտրոններ, պարզ էր, որ պատերազմ է լինելու, բայց պարզեց ոչ պետությունը, ոչ հասարակությունը դրան պատրաստ չէին։ Ցավոք սրտի հիմա աշխարհում այնպիսի իրավիճակ են, որ նոր պատերազմներ կարող են լինել նաև մեր տարածաշրջանում։ Հարգելի հրավիրյալներ, շնորհակալություն մասնակցության համար Սպարապետ Հայաստանի քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված քննարկմանը։ Սպարապետը շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը սկզբում հիմնադրվել է ԱՄՆ-ում, իսկ այս տարի հունիսին գրանցվել է նաև Հայաստանում։ Կարծում եմ կհամաձայնեք, որ Հայաստանի ներկայիս խայտառակ վիճակը շատ առումներով պայմանավորված է կառավարության ոչ մասնագիտական եւ անփորձ լինելու պատճառով։ Այս խնդիրը կարող էր լուծվել, ինձ ճիշտ հասկացեք, իհարկե միայն մասնակիորեն, եթե մեր երկրում վերլուծական կենտրոնների եւ քաղաքականություն մշակողների միջև հաստատուն կապ լիներ։ Ցավոք սրտի Հայաստանում այդ կապը գրեթե բացակայում է։ Ինչպես գիտենք, զարգացած եւ հաջողակ երկրներում վերլուծական կենտրոնները կատարում են հիմնական երկու դեր։ Առաջին դրանք օգտագործում են կառավարությունների կողմից հետազոտություններ կատարելու եւ քաղաքականությունների ու կառավարման բարեփոխումների վերաբերյալ տեղեկացված խորհուրդներ տալու համար, ինչպես նաեւ որոշ դեպքերում վերհաստատելու կառավարության որոշումները։ Եվ երկրորդ, նրանք կարող են իրականացնել հետազոտություններ եւ խորհուրդներ տալ նաեւ ընդդիմադիր խմբերին, ինչպես նաև խոշոր բիզնեսներին, որոնք ուզում են լոբինգի կարիք ունեն եւ ուզում են առաջ մղել իրենց հետաքրքրություններն ու մոտեցումները։ Չգիտես ինչու միջազգային հարաբերությունները ոնց որ թողել են այնպիսի դաշտում, որտեղ նման փոքր երկրներում, Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ ազատ միտքը չեն ողջունում։ Միտքը պետք է կամ լինի իշխանամետ, կամ պետք է լինի ընդդիմախոսներին։ Իսկ մենք գտնվում ենք հիմա շատ կարևոր եւ ճգնաժամային պահ եւ այդ ազատ միտքի կարևորությունը շատ բարձր է։ Ինչու՞, որովհետեւ դատողությունները, այս վերջի նյարդաբանական հետազոտությունները քանեմանա եկել են այն եզրակացության, որ թերի է մարդու դատողությունները թերի են եւ երկու կարևոր աղբյուր կա այդ թերիության, մեկը ինքը անվանում է կողմնակալություն, երկրորդը աղմուկ։ Մարդիկ, երբ որ նմանավանդ կառավարություններում որոշումներ են ընդունում, լինում է այնպես, որ եթե առաջնորդը ինչ-որ մի բան ասում է, բոլորը պետք է նույն կարծիք հայտնեն, ականջաճո ինչ-որ զեկույցներ ներկայացնեն, այո, շեֆ, այդպես է, ճիշտ է եւ այլն։ Դա ստեղծում է այդ կողմնակալությունը եւ հետո հաստատումը կա այդ կողմնակալության, հա։ Դա շատ վտանգավոր է, լինում է շատ տարածված այն մշակույթներում, պետություններում, որտեղ չի ձևավորված հենց այդ անկախ միտքը եւ կա ինչ որ կոչվում է շատ վերտիկալ եւ անձնական լոյալությունն է, հա, որ կարևորում է առաջնորդը։ Ինչ վերաբերում է աղմուկին, դա շատ անգամ պատճառը լինում է ոչ կոմպետենտությունը, այսինքն պատրաստ չեն, լավ չեն վարժվել, չեն պարապել, բոլոր կրակոցները թիրախից շեղվել են։ Մեր դեպքում, Հայաստանի դեպքում իմ կարծիքով հենց այդ հիբրիդայինն է մեզ մոտ, այսինքն երկուսն էլ կան։ Երբ այդ
որոշումների դատողությունների թերությունը փոքր երկրների համար, երբ որ համաշխարհային համակարգը գտնվում է ճգնաժամային վիճակում, շատ ծանր կարող է լինեն, այսինքն վրիպումը ավելի թանկ կարող է լինի։ Գերտերությունները կարող են վրիպել, կարող են տրիլիոններ ծախսել, հազարավոր մարդ զոհվի, բայց իրանց ուրեմն գոյատևումը չվտանգվի ինչ-որ ձևով, հա, մենք տեսել ենք այդ, հիմա էլ տեսնում ենք տեղի ունենում։ Բայց փոքր երկրների համար դատողությունը շատ կարևոր է, որ ճշգրիտ լինի, հաշվարկները ճշգրիտ լինեն։ Եվ շատ տարօրինակ է ինձ թվում, որ մենք լինելով ազգ, որը որ միշտ բարձր է գնահատել միտքը, այսօր հայտնվել ենք, ինչպես ասված էր, մի վիճակում, որտեղ մենք նույնիսկ դասեր քաղելու, այսինքն այդ միտքը, այդ լոգոսը, այդ բանը, սկզբից բանն էր, մենք չենք կարող ենք մինչև վերջ կիրառենք, որ հասկանանք ինչ տեղ ունեցավ, ինչ դասեր ենք քաղում, որ վերլուծենք եւ չկրկնվեն այդ սխալները, այդ վրիպումները։ Եվ շատ կարևոր է դրա հետ կապված հասկանալ ընդհանրապես ինչպես են մոտենում միջազգային հարաբերությունների վերլուծությանը, հա, որովհետև կան տարբեր ոսպնյակներ, լինզաներ, այսօր կա նեոլիբերալ, լիբերալ տեսությունը դպրոցը շատ զարգացած արևմուտքում տարածված, կան նաև նույնիսկ անգլիականը, որը լիբերալ եւ ռեալիստ մոտեցումները փորձում է ինչ-որտեղ համատեղել, կան մարքսիստները, պահարզա կոնստրուկտիվիստները, նույնիսկ ֆեմինիստները, հա, որոնք փորձում են իրանց տեսակետից բացատրել, թե ինչ է տեղի ունենում։ Ինձ ավելի մոտ է, քանի որ ես պրակտիկ բանակցող եմ, ինձ ավելի մոտ է իհարկե նեոռեալիստ դպրոցը, եւ ես փորձեմ հիմնավորեմ ինչու հենց նեոռեալիստ դպրոցը մեզ համար շատ կարեւոր պետք է լինի։ Ոչ նա համար, որ ես երկար տարիներ Ստիվեն Վոլթի հետ աշխատել եմ Հարվարդում, համատեղ ծրագրեր ենք իրականացրել, կամ Ռոբերտ Ջարվիսը ինձ դաս է տվել, ոչ, նա համար, որ իրանց հիմնական մոտեցումը ավելի մոտ է այն իրականությանը, որտեղ մենք հայտնվել ենք։ Այսինքն հին համակարգը չի գործում, այդ պարզ է, արդեն բոլորը, ես չեմ կարծում, որ որը մեկը այսօր կասկածում է, երբ որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կարող են մի երկիր կարող է պերսոնա նոն գրատա հայտարարի, պարզ է, որ համակարգը այլևս չի աշխատում, բայց դա շուտ էր պարզ, ճեղքերը արդեն շուտ կային, ուղղակի Յալտա Պոտսդամյան այդ համակարգը հիմա արդեն եկել է հասել այն եզրին, երբ որ պետք է փլուզում լինի։ Խնդիրը ինչու՞մն է, որ մենք փլատակների տակ չմնանք։ Ինչ պետք է արվի, ոնց պետք է մենք վերլուծենք առաջի հերթին, հասկանանք ինչ է տեղի ունենում, որ ճիշտ հաշվարկներ անենք։ Նորը դեռ չի ձևավորվել, այդ անորոշությունը կա, եւ ինչ է ասում նեոռեալիստ դպրոցը։ Ասում են, որ միջազգային հարաբերությունները հիմնական բնորոշվում են անարխիայով, հա։ Արդյոք պատերազմ կլինի, թե չի լինի, դա էլ է հաշվարկ։ Եվ դժբախտաբար Հայաստանում կային փորձեր, կային ուրեմն think tank-եր, որոնք որ փորձեցին, արեցին ինչ-որ բան, բայց դա հետևական չէր արվում եւ հիմա էլ չի արվում ընդհանրապես։ Ոնց որ անտեսված լինի այդ միտքը, այդ բանը։ Իսկ միջազգային հարաբերությունների մեսով շատ կարեւոր է լինելու, ով ավելի ճիշտ հաշվարկեց եւ հասկացավ, որ սցենարը կարող է այսօր իրական լինի։ Ես այն տպավորություն ունեմ, որ այսօրվա իշխանությունները բանակցում են մի նպատակ հետապնդելով, դա իշխանություն պահելն է։ Ես կարող եմ հիմնավորեմ, ավելի շատ խոսեմ ինչի վրա հիմնված, հա, այդ իմ եզրակացությունը։ Ինչ վերաբերվում է ընդհանուր ուրեմն բանակցություններին, այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ իհարկե իդեալական է, երբ որ պրոֆեսիոնալ բանակցողները երկիրը ներկայացնում են, իրանք ունեն շահերի մեկնաբանություն։ Այսօր Միացյալ Նահանգներում խոսքի օրինակ ժողովրդավարական դեմոկրատները իշխանության են, իրանք ունեն իրաց մեկնաբանությունը իհարկե, բայց Միացյալ Նահանգներում նշանակություն չունի կլինեն հանրապետականները թե ժողովրդավարականները, կա շահեր, որոնք որ այդ կարմիր զամբյուղից են,
նշանակություն չունի, որ իրանք հասկանում են, որ սա պետական շահ է եւ շեղվելը այդ շահերը չպաշտպանելը շատ թանկ կարող է նստի քաղաքական գործիչի վրա անտեսել այդ շահերը մենք հիմա գտնվում ենք միտեղ որտեղ պարադիգմատիկ փոփոխություն է ոնց որ առաջարկվում իշխանությունների կողմից այսինքն եթե մենք ընդունենք այն ինչ որ իրանք առաջարկում են եւ ասում են դա նշանակելու է որ իրանք լրիվ փոխելու են պատկերացումը թե ինչ է ազգային շահ ոնց են իրանք պատկերացնում այդ ազգային շահը եւ դժբախտաբար մենք չունենք նույնիսկ ընթացք որտեղ մենք կունենանք բավարար ես էլ եմ կրկնում բավարար կոնսենսուս այդ շահերի շուրջ լրիվ կոնսենսուս հնարավոր չի բայց բավարար կոնսենսուսը շատ կարեւոր է իսկ մենք ինչ ունենք այսօր իշխանություններին վերադառնալով իրանք ընտրվել են իրանց եթե նայենք թվերով 25%-ը ընտրողների ձայնն է տվել այդ 25%-ը իրանք չի տվել ձայն, որ իրանք անեն այդպիսի պարադիգմատիկ փոփոխություն, բայց իրանք հիմա ասում են, որ դա է իրանք մանդատը, իրանք պետք է այդ անեն։ Ես ստացվում է, որ սա նույնիսկ ես չէի ուզի նույնիսկ ժողովրդավարություն բառը օգտագործել, որովհետև նույնիսկ բռնապետ պետություններում ավելի շատ երևի մոտ են կոնսենսուսին հասկանալուն, թե ինչն է կազմում ազգային շահ այս բան։ Սա խնդիր է իհարկե, եւ վերջինը եւ ամենակարևորը բանակցողները միշտ բանակցում են դրսում եւ ներսում լինում են դեպքեր երբ որ շատ հաջող են բանակցությունները անցնում դրսում թվում է որ գտել են արդեն տարբերակը եւ հնարավոր է պայմանավորվել բայց այդ տարբերակը դու պետք է հետո ներսում բանակցես դու պետք է ներսում էլ համոզես որ դա է տարբերակը դա է ամենալավ լուծումը ու այդ ներսի բանակցությունները ավելի բարդ են լինում քան դրսի բանակցությունները մենք հիմա ունենք մի վիճակ որտեղ պարոն Փաշինյանին համարյա թե անհնար է ներսում բանակցելը ես դրանով եմ բացատրում թե ինչու են իրանք հիմա այտենց պաուզա վերցրել հա այդ սահմանների բաների հարցում որովհետև տեսան որ բողոքի պոտենցիալ կա երկրում եւ ինձ թվում է որ Ալիևին եւ Էրդողանին շատ կարեւոր է որ Փաշինյանը մնա որպես պարտներ բանակցային պարտներ որովհետեւ ոչ մի առաջնորդ Հայաստանի պատմության մեջ 30 տարվա ես երրորդ հանրապետության մասին խոսքս չի առաջարկել այդպիսի փոփոխություններ անել նույնիսկ գնալ այնպիսի զիջումների որոնք արդեն առնչվում են մեր ինքնության հետ Բարև ձեզ նախ շնորհակալություն հրավերի համար երկրորդը շնորհակալություն, որ նաև եզրափակչապերով երևում այն ամենը, որ մեր ազգի իմունային համակարգը վերջը մահացած չի, ինքը դիմադրում է այս ամեն ինչի դեմ, ինքնության փոփոխության, այն ամեն ինչ մարտահրավերները, հատկապես ներքին մեջից եկող մարտահրավերներին, ընդհանուր կոնտեքստը մեր այս հավաքի հենց դրան է վերաբերում, որ մենք դեռ դիմադրում ենք։ Ես այսպես հավատով լցված, որ այդ իմունային համակարգը վերջը հաղթարելու է այդ քաղցկեղին, որը վարակել է մեր հայրենիք։ Հիմա ինչ վերաբերում է Գամբուն թեմային, որը այսօր ինձ նախատեսված է կապի համակարգերին, հատկապես վերջին ժամանակներում երևի լրահոսում անընդհատ այդ թեմաները տարբեր առիթներով դա կլինի Տելեգրամի առիթը, Հեզբոլլայի առիթը, գերմանական Բունդեսվերի առիթը եւ այսպես մի տեսակ կապը դարձել է ընդհանուր քաղաքական լրահոսի անբաժան մասը։ Ես կասեի ավելացնեմ դրան, որ կապը այսօր դարձել է ստրատեգիական ռեսուրս։ Կապի միջոցով մարդիկ արդեն ոչ թե ստեղծում են զուտ ինֆորմացիայի փոխանակման միջոցներ, այլ ցանցեր, պես սոցիալական նոր միավորներ, քաղաքակրթական նոր միավորներ։ Եթե նայում ենք դա այսօրվա իրական պայմաններում դա եւ քաղաքացիական եւ ռազմական պայմաններում ակտիվ կիրառվող համակարգ է, այսինքն առանց կապի նույնիսկ ռազմական գործողությունները նույն ուկրաինական պատերազմում, մեր պատերազմը, ուկրաինական պատերազմի վերջի դրսևորումները, Կուրսկի ներխուժումը, օրինակ, երբ ուկրաինացիներին հաջողվեց առաջին անգամ ընդհանրապես խլեցնել ամբողջ ռուսական կապը, կարելի ասել, բանակային կապը, բայց փորձը ցույց տվեց, որ մեսենջերային կապի միջոցով, կոնկրետ Տելեգրամի միջոցով ռուսական բանակը շարունակեց շփվել եւ Դուրովի հետ կապված է վերջին դեպքերը, որ նրան գնացին աննախադեպ քայլի, որտեղ արևմտյան մշակույթում աննախադեպ քայլ է նմանա գործարարին ձերբակալելը։ Նրանով
իսկ հիմնական պատճառը նա էր, որ արդեն կապը, Telegram-ի կապը որոշակի ռազմական խնդիրներ է լուծել ռուսական կողմի համար Կուրսկում եւ դա էլ բերեց մնացած վրա գումարվեց եւ առաջացավ այն խնդիրը, որ առաջացավ Դուրովի հետ։ Ժամանակակից կապը, ինչպես նշեցի, դա կարելի ասել այդ մեսենջեր կոչվածն է, որտեղ նրա մեջ են դրված բոլոր կապի միջոցները, այսինքն ձայնային, տեսակապը, տեքստային հաղորդագրությունները, ցանցերի ստեղծումը եւ մնացածը։ Եվ դրանով է հենց դառնում նրա ունիկալությունը ժամանակակից աշխարհում, որ օրինակ նույն կա ՆԱՏՕ-ի հետազոտություններ, New York Times-ում հետազոտություն կար դրած կապի միջոցների, որ նույնիսկ ՆԱՏՕ-ում եկել են մտքի, որ հին միջոցը այդ ռացիայով կապը, որ միայն ձայնային կապահում, այլևս բավարար չի։ Ժամանակակից աշխարհում մի հզորության աղբյուրը դա տեխնոլոգիական ռեսուրսն է։ Կապը ընդհանրապես մեկ կա շատ կարևոր բաղադրիչ է, բայց ինքը բաղադրիչ է տեխնոլոգիական ռեսուրսի։ Այսինքն ժամանակակից աշխարհում պետությունը իր հզորության կարևորագույն չափանիշներից մեկն է տիրապետում է տեխնոլոգիական որոշակի ինքնաբավ ռեսուրսների, թե չի տիրապետում։ Տեսեք Իսրայելի օրինակը, ինչքան էլ Իսրայելը ունի դաշնակիցներ, իմ կարծիքով դա նույն հետևանք է, այսինքն պատճառահետևանքային կապում Իսրայելը ինքը իրենով հզորը դրա համար ունի նմանատիպ ընկերներ։ Իսրայելը բայց ամեն դեպքում ունի տեխնոլոգիական ռեսուրս, այսինքն ինքը նույնիսկ իր աշխարհակաղակական հարցերում կիրառում է այդ ռեսուրսը։ Տեսեք Ադրբեջանի հետ նրա դաշնակցային այդ գաղտնի դաշնակցային կապը կամ բացառիկ դաշնակցային կապը որ կա, հիմնականում հենց հիմնվում է Իսրայելի կողմից տեխնոլոգիական ռեսուրսի տրամադրումը Ադրբեջանի։ Այսինքն Իսրայելը դա կիրառում է, բայց աշխարհակաղակական գործիք։ Ոսմա դու դարձի ինձ ավելի լոյալ, ես քեզ կտրամադրեմ որոշակի տեխնոլոգիաներ։ Եվ նայում ենք նույն Ադրբեջանի մեր ազդեցությունը, եթե 20 թվականին նայում ենք, ճիշտ է, քանակապես զենքը ավելի շատ եղել է ռուսական կամ ուկրաինական, բայց ամենամեծ ազդեցությունը եղել է տեխնոլոգիական եւ եղել է իսրայելական տեխնոլոգիաների կողմից դեպի մեզ։ Այսինքն տեխնոլոգիան դա ոչ միայն սովորական ինչ-որ կյանքը ավելի արդյունավետ, ավտոմատացված դարձնելու գործիք է, տեսեք արհեստական բանականությունն էլ է այդ մասով, այդ նույն թեման է, որ նա դառնում է քաղաքական լուրջ ռեսուրս, աշխարհակաղակական ազդեցության լուրջ ռեսուրս։ Այսինքն հիմա այդ մրցակցությունը նույնիսկ արհեստական բանականության, ասում են, ով տիրանա այդ բանականության ավելի լավ ռեսուրսային, նա ունենա ավելի մեծ աշխարհակաղակական ազդեցության լծակներ։ Այսինքն հզորության որոշակի աղբյուր, հետ կամ կապն էլ շատ կարևոր ու կարևորությունը գնալով բարձրանալու է, այսինքն հիմա վերջին այդ Հեզբոլլայի Telegram-ի մնացածի դեպքերը ցույց տվեցին, որ ինքը շատ կարևոր է։ Շատ կարևոր է, դրա կարևորությունը պետք է լինի ահավոր բարձր, ցավոք մեր երկրում, ինչպես մնացած բոլոր բնակավարներում, այս բնակավարներն էլ ընդհանրապես իրանց համար կարևոր չի, այսինքն երկրի գլխավոր հրամանատարը կարա WhatsApp-ով օրինակ հանգիստ վերցնի խոսա, ասենք, պաշտպանության նախարարի հետ կամ ռազմական հրամաններ տա, որը աննախադեպ մի դեպք է, իրենից ներկայացնում։ Մի քանի բանով էլ մեր մասին ասեմ, ես Զանգի ընկերության հիմնադիրն եմ, Զանգի մեսենջերի, մեր մեսենջերը բավական աշխարհում արդեն տարածված է, վերջին տարիներին հատկապես մեծ տեմպով աճում ենք, վերջին ամիսներին մեր միայն ներբեռնումները աշխարհով ամսական կազմում են մոտ 4 միլիոն ներբեռնում, այս տարի կփակենք մոտ 30 միլիոն պլյուս ներբեռնումով, մյուս տարվա պլանները 50 միլիոն պլյուս ներբեռնում կունենանք, տարբեր երկրներում, օրինակ Միացյալ Նահանգներում top 10-ի մեջ են Google Play-ի այդ ռեյտինգներում, իսկ Բրիտանիայում, Գերմանիայում նույն top չարթերի մեջ են, ակտիվ աճում ենք այդ առումով, ունենք մենք էլ անկախ մեզանից ոնց որ այդ կապի մեջ ենք ու դրանից շփվում ենք նաև տարբեր երկրներում խնդիրներ, ասենք Ալժիրի հետ խնդիրներ ունենք, Ռուսաստանի հետ հիմա խնդիրներ ունենք կառավարության, որտեղ իրավաբանները տարբեր, Հնդկաստանի հետ ունենք խնդիրներ, այդ կապը որ կա ինքը ինքնին քաղաքականացվում է ու անկախ մեզանից մենք սկսում ենք խնդիրներ ունենալ, նույնիսկ քանի ամիս առաջ թուրքական գորշ գայլերի Հոլանդիայի մասնաճյուղից կապ էին դուրս եկել, իրանք ուզում են այդպես անջատված, մենք նմանատիպ համակարգեր ենք սարքում, անջատված կապի համակարգ ստեղծեին, մեր ընկերությունը իր տեսքով ամերիկյան ընկերությունը Ամերիկայում Սիլիկոնային հովտի ընկերություն են գրանցված, հետո երբ հասկացան հայկական ենք, միանգամից փախան։ Ես կուզեի իհարկե շատ այսպես բարձր գնահատել այսօրվա միջոցառումը եւ այն հարցադրումները, որ մենք այսօր լսում ենք,
Եվ իրոք սա կարևորագույն հարց է, այդ անալիտիկ կենտրոնների գոյությունը Հայաստանում, նրանց աշխատանքը, թե ինչպես պետք է աշխատի, ինչ պետք է անի, think tank կենտրոնների, դե գիտեք ինչ, այստեղ մի հարց կա, շատ ողջունելի է, եւ սպարապետ այս կենտրոնի ստեղծումը, բայց այստեղ մի հարց կա, ուրեմն ես բավականին շփումներ եմ ունեցել նման, ասենք, բաների կենտրոնների հետ եւ դրանց ներկայացուցիչների հետ եւ հիմա էլ ստանում են բավականին նյութեր այնտեղից։ Մենք պատկերացնում ենք, որ մեծ տիրությունների մոտ արդեն ասվեց այդ կենտրոնները մի քանի տասնյակ, մի քանի 100 կադրային ռեսուրսներ ունեն, չեմ ասում գումարների մասին, չէ՞։ Այսօր այդ think tank կենտրոնները ստեղծվում են նույնիսկ Աֆրիկայի այն մենք որ համարում ենք հետամնաց երկրներում նույնիսկ։ Հիմա տեսեք, դա ինչ է կոչվում, դա կոչվում է առանց եւ ճիշտ ասեց, այստեղ դուք ճիշտ ասեցիք, որ առանց էքսպերտային, ասենք, հիմքի այդ դիվանագիտություն անել հնարավոր չի։ Դա կոչվում է նաեւ անուն ունի second track diplomacy։ Չեմ ասում երրորդ սեկտորը, դա հասարակական կազմակերպություն, դա կապը պետք է լինի։ Հիմա մեզ մոտ մի երևույթ կա, որի մասին նույնպես այստեղ խոսվեց, էքսպերտային մեր այսպես ասած համակարգը այնպեսին է, որ կարելի է ասել կապսուլյացիայի ինչ-որ երևույթ ունի։ Մարդիկ փակվում են իրենց ինչ-որ շրջանակում եւ շատ բարդ է այդ հարաբերությունները տարբեր, ասենք, այդ խմբերի միջև։ Շնորհակալություն, իմ անունը Կարեն Դադուրյան է, ես միջազգային հարաբերությունների էքսպերտ եմ տվյալ պահին, ունեմ միջազգային դիվանագիտության փորձ, երկար տարիներ աշխատել եմ Գարեգինի հետ նաև ՄԱԿ-ի համակարգում, ղեկավար եւ դիվանագիտական պաշտոններում 28 տարի, 20 թվականից վերադարձել եմ Հայաստան, դասավանդում եմ հասարակական դիվանագիտություն եւ այլ թեմաներ։ Նախ շատ շնորհակալություն ես ուրեմն միջոցառումը եւ քննարկումը կազմակերպելու համար, սա առաջին փորձն է, ես կարծում եմ շատ կարեւոր է, որ ազնիվ անաչառ մարդիկ հավաքվեն եւ փորձենք դուրս գալ այդ անընդհատ այդ ցիկլից, որ մենք մեզ ինքներս հատանջում ենք, փնովում ենք, ասում ենք սա դավաճանասասերի կայասայինա եւ ի վերջո ամբողջ մեր ռեսուրսը, էներգիան ծախսում ենք այդ բանի վրա։ Ես ուզում եմ, որ եթե մենք կարողանանք հասնել մի նպատակի, որ ունենանք իրոք անաչառ լուրջ վերլուծություն իրավիճակի, որը շատ կարեւոր է, մենք ուրեմն կարեւոր մի հանգրվանի կհասնենք։ Դրա համար շատ բաներ ասվեցին, իհարկե խոսվեց եւ գումարների մասին եւ էքսպերտիզայի, բայց նաեւ կա մի շատ կարեւոր հանգամանք դա ուրեմն տվյալների հասանելիությունն են եւ որտեղ են իմ կարծիքով ինչ որ մենք տեսնում ենք այսօր ինչը որ կարծում ենք թե այսպես է, իրականում շատ տարբեր է եւ ընդհանրապես 2-3 մարդ կա այս հանրապետությունում, որը իրականում պատկերացնում է նկարագիրը կամ նույնիսկ իրանք էլ չեն պատկերացնում նկարագիրը, որովհետեւ այնքան արագ է փոխվում իրավիճակը, որ շատ դժվար է իրոք հասկանալ։ Օրինակ, տեսեք, Վրաստանի օրինակը շատ հետաքրքիր օրինակ է։ Այսինքն ինչ մոդել է օգտագործվում։ Դու գալիս եք որոշ երկրի թևի տակ, դրա դեմ ստանում եք ձեր տարածքները հետ։ Այսինքն հիմա սկսում են այդ մոդելը շատ լավ աշխատացնել։ Աշխատացրեցին Արցախի դեպքում, հիմա սկսում են աշխատացնել Օսեթիայի եւ Աբխազիայի դեպքում։ Օրինակ եմ ասում, սա շատ ակնհայտ միանգամից այրվում է, որ ինչ որ պայմանավորվածություն արդեն կա։ Թե հիմա դա վրացի ժողովուրդը կընդունի թե չէ, մի հարց է։ Բայց տեսեք ինչ արագ փոփոխություն է տեղի ունենում։ Տեսեք Իրանի հետ կապված ինչ փոփոխություններ են տեղի ունենում։ Մենք ընդհանրապես պատկերացնում ենք մենք ինչի մեջ են գտնվում, թե չէ։ Սա է ինձ համար ամենակարևոր հարցը, որովհետեւ այդ հարցին պատասխանենք, պետք է նստենք շատ լուրջ մտածենք։ Եթե կա տարբեր բաներ, կա ներքին քաղաքականության հետ կապված հարցեր, որը անընդհատ քննարկվում է եւ մի խոսքով շատ բարդ հարց է, գիտենք բոլորս շատ ասվել է, կա արտաքին քաղաքականության։ Արտաքին քաղաքականության մեջ քննարկում կամ ինչ որ բան անելու համար պետք է պետական շահերից ելնել, ոչ թե քաղաքական ըստ իս ներքին քաղաքական, այլ պետական։ Այսինքն որն է պետության շահը, ոնց կարող ենք մենք այդ շահի շուրջ կառուցել մեր մոտեցումները, ոնց համակցել այդ շահը այլ երկրների շահերի հետ եւ սահմաններից, սովորական սահմաններից դուրս փորձենք ինչ որ բան անել։ Օրինակ տեսեք, մենք միշտ սիրում ենք համատել մեզ Իսրայելի հետ, ասենք Իսրայելը սենց արեց, մենք նենց արեցինք։ Ինչն եմ ես նկատել, Իսրայելը հրյաները չունեն ընդհանրապես ոչ մի լիմիտ իրանց ուղեղի մեջ, իրանք կարող են անել ամեն ինչ, տեսեք ինչ արեցին նույն այդ փեյջերների հետ կապված, անհավատալի ինչ որ բաներ են հասնում, երբ որ Հայաստանում մեկին ասում ես ինչ որ գաղափար ես տալի, առաջի բանը ինչ ես լսում, ասում են չէ, չլնող բան է, չէ, այդպես չի լինի,
Այսինքն այդ եթե մենք անում ենք այս աշխատանքը, ես Գարեգին եմ դիմում որպես նաև հիմնադրի, պետք է փորձենք աշխատել մարդկանց հետ, որոնք կարող են այդ լիմիտներից ուղեղային դուրս գալ եւ ինչ որ թարմ բաներ առաջարկել։ Ես ձեր ելույթի մեջ զգացի, որ դուք կասկած ունեք, թե ինչպես օրինակ սպարապետի կամ ուրիշ կազմակերպության աշխատանքները կարող է օժանդակել ներկա կառավարության աշխատանքը։ Եվ Արոն Դադուրյանն էլ ասեց, որ ինչ որ պրակտիկ հետազոտություն է առաջարկում, որը կարող է իրոք շատ հետաքրքիր լինել միջազգային հարաբերությունների տեսանկյունից։ Բայց այսօրվա դրությամբ մենք չենք կարծում, որ ինչ լավ ծրագրեր առաջարկես ներկա կառավարությունը դա կօգտագործի։ Տարբեր պատճառներով ես չեմ ուզում հիմա թեորիա կոնսպիրացիա, չեմ ուզում մտածեմ ինչ պատճառով, բայց դա է վիճակը։ Հիմա վերադառնալով սպարապետին, մեր մոտեցումը ինչու՞մն է։ Ես իմ խոսքի մեջ նշեցի, որ շատ կարևոր է, որ այն adekvat զանգվածը հասարակության, որը մնացել է, որը հետևում է եւ ուզում է ինչ-որ մի բան հասկանա, գտնի մարդիկ, որոնց կարելի է վստահել, նրանք ինչ-որ մի բանի շուրջ միավորվեն։ Եվ հեչ պարտադիր չի այսօրվա դրությամբ, որ ծրագրերը, ստեղծվող ծրագրերը ընդունվեն կառավարության կողմից։ Ինձ շատ կարևոր է թվում, որ այդ ծրագրերի միջոցով հանրությունը կճանաչի ինչ-որ մի խումբ փորձագետների, որոնց կվստահի։ Ժամանակը կգա այդ զանգվածը արդեն ինքը կօգտագործի այդ ամեն ինչը, որ սատար կանգնի ինչ-որ նոր ուժերի, նոր կուսակցությանը, երբ որ ժամանակը գա։ Բայց շատ կարևոր է իմ կարծիքով, մինչև այդ ժամանակը գալը, ինչ-որ մի ստրատա ունենալ adekvat հասարակության մեջ, որ կարողանաս օգտագործես, որ հետագայում ինչ-որ ճիշտ մոտեցումների համար։